Լրատվականների հետ եք խոսել։ Ես Հայկն եմ Հովհաննիսյան, Արարատի մարզի Հովտաշատ համայնքից, իմ ձկնաբուծարանն էլ գտնվում է Հովտաշատ համայնքում։ Զբաղվում եմ ձկնաբուծությամբ 2004 թվականից։ Մոտավորապես մայիսի կեսերից արդեն Ռուսաստանի Դաշնություն ձուկ չի արտահանվում։ Դաժե իմ գործընկերներից կա կազմակերպություններ, որ 3-4 մեքենա ձուկ հետ են բերել ճանապարհից։ Շատ բարդ իրավիճակում ենք հայտնվել։ Կերակրումները կարելի ասել 70%-ով կրճատել ենք, որը որ նպաստում է ինքնարժեքի բարձրացման, ձկան որակի վատացման, շատ ծանր վիճակում ենք, նենց չի, որ նստած ենք եղել ես 2 ամիսա կես, աշխատել ենք էկոնոմիկայի նախարարության հետ, կառուցողական խոստումներ են տվել, աշխատանքներ, դաժե նախարարը հրամայել է շաբաթ կիրակի օրերն էլ աշխատել, բայց անարդյունք։ Ինչ ծավալների մասին եք ասում, որքան եք արտահանում։ Ես արտահանմամբ չեմ զբաղվել, բայց արտադրել եմ տարեկան մոտ մի 100 տոննա ու վաճառել եմ հարմար գներով արտահանողներին, իմ ձուկը արտահանել են արտահանողների, արտահանությամբ չեմ զբաղվել։ Եվ երբ հանդիպել եք էկոնոմիկայի նախարարին, ինչ պատասխաններ են ձեզ տվել, որովհետև նաև առաջարկում են եվրոպական շուկաներ տեսանկյունից ինչ։ Էկոնոմիկայի նախարարի հետ ունեցել ենք աշխատանքային քննարկում, ներկայացրել ենք խնդիրները, լուծումները ակնկալելով, որ պետք է մեզ տան աջակցություն գոյատևման համար, նաև արտահանման համար ճանապարհներ գտնեն, գոյատևման համար մշակվել է, բայց միջ այսօր ոչ մի տեղեկություն չունենք։ 3 առաջ օրը ես տեսա լայվը նախարարի մեր ձկնաբուծարաններից մեկում, ասում էր այլևս երազանք չի Եվրոպա արտահանելը, մենք չենք էլ երազել Եվրոպա արտահանելու ոչ մի անգամ, հետո մենակ խոսքերով չի, էլի։ Այդ խոսքերով մենք ոչ կարանք մեր ձկներին կերակրենք, ոչ վարքերը սպասարկենք։ Պետք է արդյունավետ աշխատանք։ Հետո խեն մեր կառավարությունը միայն մտածում դրսի շուկայի համար։ Նաև ներսում մենք ունենք շուկաներ, ունենք բանակ, կարելի է մեր ձուկը օգնել, 820 դրամ ես առաջարկում եմ, որ տալիս են դեպի Եվրոպա արտահանելու համար, թող տան ներքին շուկայի, մենք 820 դրամ էժան ծախենք, մեր ժողովուրդը օգտվի։ Հիմա խի Եվրոպան օգտվի 820 դրամը տալիս են նրա համար, որովհետև մենք մրցունակ չենք Եվրոպայում։ Մինչև սանկցիաները, որ Ռուսաստանը դրեց Եվրոպայի ձուկ ձկնամթերքի, մենք մրցունակ չենք նաև Ռուսաստանի շուկայում Եվրոպայի հետ։ Հիմա դուք ո՞նց եք պատկերացնում, եթե մենք Եվրոպայի հետ մրցունակ չենք ռուսական շուկայում, ո՞նց կարող ենք մրցակցել Եվրոպայում, Եվրոպայի արտադրողների հետ։ Ճիշտն ասած, մենք կառավարությունից սպասում էինք աջակցման ծրագրեր մշակում էին, մեր համար անակնկալ էր, որ Եվրոպայի շուկա բացեցինք, այլևս երազանք չէ, վсё կարող են արդեն մեր ձկնաբույծները արտադրել Եվրոպա ու ոնց որ թե սահմանափակվեցին։ Աջակցության ծրագրի մասին դեռ տեղեկություն չունենք։ Բայց մոտ 1 ամիսա քննարկումների մեջ ենք, սպասում ենք ամեն րոպե, որ պետքա տեղեկություն հայտնեն, դեռ չկա։ Կառավարությունում ներկայացուցիչ չունենք, ոստիկանների հետ խոսել ենք, ասել են զգուշացնենք, կասենք ձեզ դեռ չենք իմանում, կընդունեն թե չեն ընդունել։
Մտածում ենք, որ կընդունեն ու կունենանք լավ քննարկում։ Ի օգուտ ոլորտի։ Վերջը այս ոլորտը ստեղծել ենք, ես կոնկրետ 2004 թվականից եմ զբաղվում։ Ինձ ոչ մի օգնություն չի եղել, իմ ուժերով ստեղծել եմ։ Հիմա կոպիտ ասած, ժողովրդական բառով ասած, մեզ ստիպել են մի լիտր ջրով 700 կիլո ձուկ պահենք, մեզ ստիպել են բորշ էփենք, ես չեմ ասում, հիմա ասել են էփեք թող գան ուտեն, գոնե օգնեն մի երկու շերեփ էլ իրանք ուտեն այդ ձկից, այդ բորշից։ Sorry.